Ֆրանսիայում հայկական երկու մեծ դպրոց կա, մեկը Մարսելի համազգային դպրոցն է, մյուսը Փարիզի դպրոցասեր վարժարանը։ Այստեղ մի քանի տասնյակ երեխա է ուսանում, ամեն տարի դպրոցասեր վարժարանի աշակերտները Մայրաթոռի բարերար Սարգիս-Պետոյանի ուղեկցությամբ գալիս են Սուրբ Էջմիածին ստանալու Վեհափար Հայրապետի օրհնությունը։ Շատերն առաջին անգամ են Հայաստանում։ Երրորդ օրն է, որ Հայաստան ենք, արդեն տեսանք դատիվի վանքը, Սուրբ Կայանե և Սուրբ Հրիփսիմե եկեղեցին և այսօրը Սուրբ Էջմիածնի դաջար տեսանք։ Պարոն Բեդոյանը մեզ բերել է Հայաստան, որպեսզի մենք մեր երկիրը տենանք, որտեղ շատ մարդ կա, որ չի տեսել Հայաստանը։ Ապրիլի 24-ին երեխաները կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ։ Մայրաթոռի բարերար Սարգիս-Պետոյանն ասում է, որ ամեն անգամ աշակերտների այցելությունը Հայաստան եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածին ոգեշնչում ու խանդավառում է նրանց, առավել զորացնում հավատքի մեջ, կապում ազգային հոգեվոր սրբություններին ու արժեքներին։ Գսեմ դուք ֆրանսացիներն ավելի հարուստ եք, վասնզի դուք եւ ֆրանսացի եք, եւ Ֆրանսիայի երկիրը պիտի շարունակեք ձեր գործը, եւ հայ եք, եւ ադիգա հարուստությունն է բույսերունքով։ Ուրեմն այդ ծևով կփորձեմ երբեմն գիշերը տասախոսություններ իրենց եւ այլն եւ այդ օրինակները դալ։ Ադուամա շատ կխոսիմ բարերարներու մասին, Ալեք Մանուկյանի մասին շատ խոսած եմ, ուրիշ բարերարներու մասին եւ այլն, որովհետեւ հասկանան, որ թերմը պետք է կատարեն վաղը իրենց ցանկի մեջ։ Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Սարգիս-Պետոյանին, դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին, որոնց ջանքերով Հայաստանից հեռու ապրող հայ երեխաները կրթվում են ճանաչելով իրենց ազգային ինքնությունը։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։